Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարիավի մեռելոց, այսօր էլ խոսենք երիտասարդների մասին։ Նույնպես եւ դուք, երիտասարդներ, հնազանդ եղեք ծերերին, բոլորդ միմյանց հանդեպ խոնարհություն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ։ Խոնարհվեցեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեցեք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին։ Սիրելիներս, խոնարհությունը նաև հարգել է նշանակում եւ հարգանք ունենալ դիմացինի նկատմամբ։ Երբ այստեղ ասում է երիտասարդներ, հնազանդ եղեք ծերերին, ուզում է ասել հարգեք ձեզանից մեծերին, լսեք նրանց խոսքը։ Նրանք, ովքեր մեծի խրատը չեն լսում նրանց կյանքի փորձությամբ եւ փորձառությամբ անցած խրատը, իրենք անպայման քարին պետք է հարվածեն իրենց ոտքը։ Եվ նրանք, ովքեր նաև խրատ չեն ընդունում, իրենց մեծ ծածկված հպարտություն եւ ամբարտավանություն ունեն։ Դրա համար նաև Պողոս առաքյալն է հիշեցնում ասելով. մեկըդ մյուսին լավը համարեցեք, ձեզանից ավելի կարևորը դարձրեք եւ խոնարհությամբ ու սիրով ապրեցեք իրար հետ։ Եթե խոնարհությունը լինի, մենք կարողանանք այդ խոնարհությամբ խրատ լսել, մենք կյանքում դժվարություններ չենք ունենա, որտեղ Աստված հակառակ է ամբարտավաններին։ Ինչու՞, որովհետև մարդը խոնարհությամբ չի ծնվում, խոնարհությունը գործադրվում է կամավորաբար։ Մարդը ինքն է իր անձը խոնարհեցնում նախ Աստծո առաջ, հետո այդ խոնարհությամբ Աստված նրան բարձրացնում է։ Եթե մենք մեկս մյուսի հանդեպ այդ խոնարհությունը ունենայինք, մեկս մյուսի կարծիքը կիսեինք, մեր կյանքի մեջ վեճեր, կռիվներ, սպանություններ չի լինի։ Երկրորդ ասում է այստեղ առաքյալը, դուք Աստծո շնորհի տակ մնացեք, Աստծո ձեռքը թող ձեզ վրա լինի։ Ինչու՞, որովհետև այն մարդով Աստծո կամավորապես հրաժարվում է, հեռանում է, Աստված նրան չի կարողանում ժամանակին բարձրացնել, որովհետև դու ամբողջ կյանքում, երբ որ որևէ մեկին անհամարում ես, ցավ ես պատճառում, հետո մեկ ներողությունով չես կարող նրա սերը շահել։ Մեկ րոպեում դու չես կարող քո ամբողջ կորցրածը վերականգնել։ Իսկ եթե դու քո կյանքի ընթացքում կարողանաս Տիրոջ շնորհի տակ մնալ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ կարող ես փրկվել։ Եվ վերջապես ասում է, ձեր հոգսերը Աստծո վրա գցեք, նա է հոգում ձեր կարիքները։ Յուրաքանչյուր բանական արարած, այո, պետք է մտածի իր վաղվա մասին, իր աշխատանքի, իր հանապազօրյա հացի մասին, բայց հոգս անելը եւ մտահոգվելը արդեն բարդացնում է մարդու կյանքը, որովհետեւ շատ մտածելով, ոչինչ չանելով, դու ոչինչ չես փոխում, բայց երբ որ դու աղոթես, աշխատես, Աստված այդ հոգսերը պիտի հոգա, ուրեմն նշանակում է քո ամեն օրվա Տերը Աստված ինքն է։ Դրա համար Հիսուսը ասում է. նայեք երկնքի թռչուններին, ոչ վարում են, ոչ ցանում են, բայց ուտում են, նայեք շուշաններին, ծաղիկներին, ինչքան գեղեցիկ են, Աստված իրենց տալիս է այդ ամենը, ուրեմն մենք ճնճղուկից ավելի կարևոր ենք Աստծո առջև։ Ուրեմն ձեր ամենօրյա աղոթքով, ձեր ամենօրյա խնդրանքով ձեր հոգսերը թողեք Աստծուն, փնտրեք երկնքի արքայությունը, մնացած ամեն բան ձեզ ավելիով Աստված պիտի վերադարձնի։